Խաղաղության պայմանագրով մենք որևէ զիջում չենք անում, սա երկկողմանի գործընթաց է։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, անդրադառնալով պնդումներին, թե $750 միլիոն եվրոբոնդերի թողարկումը կապ ունի խաղաղության պայմանագրի զիջումների հետ։ Ըստ շրջանառվող լուրերի սա այն գինն է, որ ստացավ Հայաստանը զիջման դիմաց։ Ես կարծում եմ, որ արդեն ասվել է, որ խաղաղության պայմանագրով մենք որևէ զիջում չենք անում, սա երկկողմանի գործընթաց է, իսկ մնացած կոնսպիրոլոգիաներին չեմ կարող մեկնաբանել։ Իդեպ եվրոբոնդերը թողարկվել են բավականին բարձր 7.1% տոկոսադրույքով։ Անդրադառնալով սահմանված բարձր տոկոսադրույքին, նախարարը նշել է, որ բարձր տոկոսով պարտք վերցնելն ավելի քիչ ձեռնտու է, քան ցածր տոկոսով, սակայն նախկինում, երբ որ մենք թողարկել ենք եվրոբոնդեր, մասնավորապես վերջի անգամ 21 թվականին, այն ժամանակ շուկան, միջազգային շուկան եղել է ավելի ցածր տոկոսադրույքների պայմաններում, օրինակ, եթե եվրոբոնդերից ենք խոսում, ապա այդտեղ ուղենիշային տոկոսադրույքները սահմանվում են ամերիկյան 10 տարանոց պարտատոմսերի նկատմամբ։ 21 թվականին, եթե ես ճիշտ եմ հիշում, այդ ցուցանիշը 1%-ից ցածր էր։ Հիմա նույն այդ ամերիկյան պարտատոմսերը 4.2-4.3% են կազմում։ Ըստ Հովհաննիսյանի, ամեն ինչ պետք է համեմատել նշված պարտատոմսի ցուցանիշի հետ, եւ եթե համեմատում ենք, թե ինչ տոկոսադրույքով է թողարկել 2021 թվականին եւ հիմա, ապա տարբերությունը կազմում է 321 բազիսային կետ, այսինքն որևէ փոփոխություն այս առումով չի եղել։ Ընդ որում ձեզ կարող եմ մի ուրիշ բան ասել, որ մեր հետ համեմատվող երկրներում, նույնիսկ ավելի զարգացած երկրներում, այդ տարբերությունը ավելի մեծացել է, իսկ մեր մոտ մնացել է։ Ինչ վերաբերում է Հայաստանում գրանցված գնաճին, ապա Վահե Հովհաննիսյանի խոսքով, այն պնդումները, ըստ որոնց գնաճը կազմում է 7%, չի համապատասխանում իրականությանը։ Տարբեր պարագաներ կարող են թանկանալ, մյուսները էժանանալ, վիճակագրական ծառայությունը ընդհանուր զամբյուղի գնաճի ցուցանիշներն է հրապարակում։ Ֆինանսների նախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանային հարցերին։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է եւ կողմերն առաջիկայում այն ստորագրելու վերաբերյալ քննարկումներ կանցկացնեն։ Ըստ պայմանավորվածության հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը պետք է ավարտվի։ Հարցին, թե արդյոք մտահոգիչ չէ այն, որ Հայաստանն իր ինքնիշխան տարածքում երրորդ կողմի ներկայությունը թույլ տալու իրավասություն չի ունենա, որովհետև Ալիևի հետ նման փաստաթուղթ է ստորագրել եւ արդյոք սա ինքնիշխանության զիջում չէ, նախարարը պատասխանել է։ Ես կարծում եմ, որ հիմա եթե դա երկկողմանի համաձայնություն է, հիմա Ադրբեջանն էլ իր ինքնիշխանությունն է մեզ զիջում։ Բայց որտեղ նրանք ինչ են ում են սահմանից իրանք հերտամ ես եք։ Հիմա կարող է մենք էլ չենք ուզենալու, որ մեր սահմանին որևէ մեկը լինի, եթե մենք դելիմիտացված սահման ունենք արդեն Ադրբեջան։ Վահե Հովհաննիսյանը հույս ունի, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ եւ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։